որով սովորաբար պատարակների մեկնարկին 25-րդ Սաղմոսն է նշվում մեր կարգի և այսինքն պատարակն է մեկնարկում 25-րդ Սաղմոսի բովանդակությամբ և ես 25-րդ Սաղմոս ուզում եմ ձեզ համար արտասանել ի նշանավորումն այս մեկնարկի եկեղեցու բարենորոգման մեկնարկի, որը մենք հիմա իրար հետ միասին մեր հոգևոր դասի օրհնությամբ իրականացնում ենք։ Իմիջայլոց երեկ նաև Շվեյցարիայի Հայաստանյան Ծառայելական Սուրբ եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահը միացավ բարենորոգման օրակարգ, ես խնդրում եմ իրեն էլ բուռն ծափերով ողջունել։ Կներեք ներողություն եմ խնդրում։ Սաղմոս համար 25, անմեղ մարդու աղոթքը, այսուհետև Սաղմոս Դավթի։ Դատարայինց Տեր, քանզի ամբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա։ Փորձիր ինձ Տեր և քննիր ինձ, փորձիր երիկամներս և սիրտս։ Ողորմությունը Տեր աչքիս առջև է և ճշմարտությունը հաճելի է ինձ։ Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի և անօրենների մոտ ես չեմ գնա։ Չարագործների ամբոխը ես ատեցի և ամբարիշտների կողքին չեմ բազմի։ Սրբության կլվամ ձեռքերն իմ և սեղանից շուրջը կնստեմ Տեր։ Թող լսեմ քո օրհնության ձայնը և պատմեմ քո բոլոր հրաշալիքները։ Տեր, սիրեցի քո տան վայելչությունը և քո փառքի բնակության վայրը։ Մի կործանիր ինձ ամբարիշտների հետ և ոչ էլ կյանքս արյունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրինության մեջ են և աչքը նրան լի է կաշառքով։ Ես ամբասիր ընթացա, փրկիր ինձ Տեր և ողորմիր ինձ, ոտքն իմ ուղիղ ճանապարհներին թող լինի, մեծ հավաքներում քեզ պիտի օրհնեմ։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ ավետի, շնորհակալ եմ բոլորիդ այս մթնոլորտում և այդ տրամադրությամբ շնորհավորում եմ բոլորիդ ձեր ընտանիքների անդամների, ձեր տների, ձեր օջախների սուրբ ծնունդը և համոզված եմ այսօր հիմա բոլորս շտապում եք ձեր ընտանիքների և ընկերների հետ նշել սուրբ ծնունդը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը։ Շնորհակալ եմ շատ։